Ռուս-ուկրաինական ճակատում լարվածությունը սրվում է ԱԹՍ-ների հարվածների նոր ալիքով։ Ըստ պաշտոնական Մոսկվայի զանգվածային հարձակման է ենթարկվել Յարոսլավլի մարզը։ Արդյունաբերական օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել։ Ռուսական ՀՕՊ-ը հայտնել է 315 ուկրաինական անօդաչուների խոցման մասին։ Այսօր ռուսական զորքերի վերահսկողության տակ է անցել Խարկովի մարզի Վոլոխովկա բնակավայրը։ Երկու մարդ է զոհվել եւս 17 վիրավորվել Չեռնիգովի մարզի Պրիլուկի արդյունաբերական քաղաքում։ Ռուսական հարվածներից զոհ եւ վիրավորներ կան Խարկովի մարզի Պոկոտիլովկա գյուղում, Խերսոն քաղաքում։ Վնասվել են բնակելի տներ եւ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ըստ պաշտոնական Կիևի վարչական շենքեր, պահեստներ, առանձնատներ են վնասվել նաեւ Դնեպրոպետրովսկի, Օդեսայի եւ Խերսոնի մարզերում։ Այս ֆոնին Ռուսաստանը հայտարարել է միջուկային ուժերի լայնածավալ զորավարժություններ սկսելու մասին։ Մոտ 64,000 զինծառայող, ավելի քան 7,800 միավոր տեխնիկա, տասնյակ ռազմանավեր, սուզանավեր եւ ռազմական օդանավեր են մասնակցում վարժանքներին, որոնք ներառում են նաեւ Բելարուսում տեղակայված միջուկային զենքի կիրառման սցենարներ։ Ուկրաինան լայնածավալ զորավարժանքների է մասնակցում Բալտիկ ծովում գտնվող շվեդական Գոտլանդ կղզում։ Ավրորա 26-ին մասնակցում է ՆԱՏՕ-ի 12 անդամ պետություն մոտ 18,000 զինծառայողներով։ Ի դեպ Կիևը ոչ թե զորավարժությունների մասնակից է, այլ ռազմական փորձ փոխանցող կողմ։ Ուկրաինացի զինվորականները ՆԱՏՕ-ականներին սովորեցնում են ժամանակակից պատերազմի մարտավարություն, հատկապես անօդաչու թռչող սարքերի կիրառման ուղղությամբ։ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարել է, թե Ուկրաինան պատրաստվում է հարվածել Ռուսաստանի թիկունքային շրջաններին Լատվիայի տարածքից։ Ռուսները պնդում են, որ Կիևի ղեկավարությունը նման քայլերով փորձում է եվրոպացի գործընկերներին ցուցադրել իր ռազմական կարողությունները եւ պահպանել ճնշումը Ռուսաստանի տնտեսության վրա։ Ի դեպ Վաշինգտոնը հայտարարել է, որ եւս 30 օր չի կիրառի պատժամիջոցներ եւ թույլ կտա շարունակել ռուսական նավթի գնումները։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության համաձայն որոշումը պայմանավորված է Իրանի շուրջ ճգնաժամի հետևանքով առաջացած էներգետիկ ռիսկերով եւ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակով։ Միևնույն ժամանակ հրապարակվել է Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցը, որտեղ նշվում է, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները փաստացի փակուղի են մտել։ Փաստաթղթում ընդգծվում է, ուկրաինական բանակը բախվում է զինամթերքի եւ մարդկային ռեսուրսների լուրջ պակասի, իսկ ռազմավարական նախաձեռնությունը շարունակում է մնալ ռուսական ուժերի ձեռքում։ Միացյալ Նահանգների կոնգրեսը Ուկրաինային օգնության փաթեթներ չի հատկացրել 2024 թվականի ապրիլից։ Կիևին աջակցելու հիմնական բեռը փաստացի եվրոպական երկրների վրա է։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։